Սիրելի հայրենակիցներ, իմ և Արտուր Խաչիկյանի հերթական փոդքասթն է, մենք չենք հասցնում, այս ռիթմին, այնպես են ներքաղաքական իրադարձությունները և նաև արտաքին քաղաքական իրադարձությունները զարգանում, որ չենք հասկանում փոդքասթի սկզբում թվում է թե աշխարհաքաղաքական այլ իրավիճակ է, մեկ էլ 10 րոպե հետո կարող է այլ բան փոխվել։ Արտուր, ես առաջարկում եմ մեր այսօրվա ուրեմն զրույցը սկսենք մի աննախադեպ, աղաղակող, այսպես ուղղակի միջամտությամբ, ինչպես Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Էլմար Մամեդյարովի խայտարակ հայտարարությունն էր, որ նա որոշել է, ես տպավորություն ունեմ, որ Մամեդյարովը հանդես է գալի որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական շտաբի պետ, այնպիսի էնտուզիազմով էր նա քննադատում այն ուժերին Նիկոլ Փաշինյանից բացի, ովքեր մասնակցում են ընտրական արշավին, գնահատականներ էր տալի, հաշվել էր թե ուժեղ Հայաստանի միտինգին քանի մարդ կա, ասում էր դա օվկիանոսում մի կաթիլ է, դա այդտեղ մարդ չկար, որոշել է թե որ ուժը ընտրական բարիերը կհաղթահարի, որ ուժը չի հաղթահարի եւ վերջում բնականաբար եզրահանգում է, որ հայ ժողովուրդը հոգնել է այն բոլոր ուժերից, բացառապես Նիկոլ Փաշինյանից եւ Մամեդյարովը, Նիկոլ Փաշինյանի շանսերը, ինչպես դրանից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը գնահատում է շատ բարձր։ Հիմա հարց, Արտուր, այս ինչքան ժամանակ է այս ռեժիմը խոսում է հյուսիսից, վախենում են Ռուսաստանի անունտան հյուսիսից, հիբրիդային պատերազմի եւ Հայաստանի ներքին գործերին եւ մասնավորապես ընտրական process-ին մասնակցելու մեջ։ Դու կարող ես հիշել Հայաստանի երրորդ հանրապետության ողջ պատմության մեջ արդյոք եղել է նման նախադեպ, որ որևէ երկրի ներկա, նախկին, բարձրաստիճան պաշտոնյա այսքան բեսպարդոննա քիթը խոթի Հայաստանի ներքին գործերի մեջ եւ այսքան բացահայտ սատարի գործող իշխանությանը։ Իհարկե ոչ, սիրելի Նաիրա, որևէ ժամանակ այս վերջի 35 տարվա ընթացքում ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը այսպիսի ուղղակի ձևով չէին միջամտում մեր ներքին հարցերին, մեր ընտրություններին։ Սա առաջի անգամն էլ չի։ Դու հիշում ես, Թուրքիայի ներկայացուցիչը ասաց, որ նրանց տեխնացուն այս անձն է։ Դրանից առաջ, երբ որ մեր շտաբը անվստահություն հայտնեց եւ կոչ արեց, որ այս անձը հրաժարական տա, Թուրքիան նորից միջամտեց, եթե հիշում ես։ Հիմա սպառնաց հատուկ ջոկատայիններ ուղարկել։ Այո, բայց դա մենք չենք նկատում, մենք Սալավիով ենք նկատում։ Երբ որ Սալավիովն է ինչ որ հիմարություններ ասում, մենք միանգամից բոլորս խառնվում ենք ու այս քարոզչական WhatsApp խմբի անդամներին մեսեջ է ուղարկվում, որ սկսեն ձայն տալ, գոլս։ Դուք ես ժամանակին ավչարկա ունեի, ասում ես գոլս սկսում է ձայն հանել։ Հենց որ Սալավիովը խոսած, սրանք խառնվեցին իրար։ Երբ որ կողքից Թուրքիան է սպառնում կամ Ադրբեջանն է սպառնում, սրանք ձեն չեն հանում։ Այսինքն եւ նրանք եւ այս մարդիկ խոսում են սուվերենությունից։ Նաիրա ջան, ես նորից կարամ անեմ, հենց բաց էֆիրում կարամ նայեմ անգլերեն քո արչեւ մեր աուդիտորիայի արչեւ սուվերենությունը ինչա նշանակում։ Հենց հիմա կասենք էլի մեր մեզ լսողների համար, որ հասկանան ինչն է սուվերենությունը, իրական ինքնիշխանությունը։ Ես live news-ով մի անգամ դարել եմ, էլի կանեմ, հեսա մի րոպեից կգտնեմ, հեռախոսից վրա կգտնեմ, ցույց կտամ, այս հարցը լուծվի։ Ուրեմն, սիրելի հայրենակիցներ եւ այս աղանդի անդամներ, բարև ձեզ, Հայաստանի ինքնավար հանրապետություն, Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմում։ Բարի գալուստ, մենք դարանք ինքնավար հանրապետություն, իսկ վաղ չեմ իսօր դառնալու ենք ինքնավար շրջան։ Երբ Բաքուն ասելու է, մենք արարքում ենք, որ Հայաստանում այս կամ այս քաղաքական գործիչները իրավունք ունենան խոսել, այս կամ այն կուսակցությունները պետք է փակվեն, այս տարբեր փողոցների անունները պետք է փոխվեն, արձանները պետք է հանվեն, Ծիծեռնակաբերդը պետք է փակվի, մենք դրան էլ շատ շուտով կհասնենք։ Մենք փաստորեն դառել ենք ինքնավար մարզ կամ ինքնավար հանրապետություն, դեռ հանրապետություն, շուտով կդառնանք մարզ։ Ադրբեջանի եւ Թուրքիայի կազմում շնորհավորում եմ ձեզ, բարի գալուստ։
Արտուր ջան, բայց արի ընդունենք, որ հասարակության միայն այս մասին չենք խոսում ես եւ դու, մեր բազմաթիվ Հականիկոլ ճամբարի գործիչներ այդ մասին խոսում են, բայց մենք հասարակության մի սեգմենտ ունենք, որ ասում է ես օքեյ եմ, դու ինչի ես քեզ ճղում։ Ես քիչ առաջ եթերում էի եւ մի բավականաչափ վատ թիվ ներկայացրեցի, իր հետևանքների առումով վատ, բոլոր հարցումներով 40 եւ ավելի տոկոս մեր հանրության չի վստահում որևէ քաղաքական ուժի ոչ Նիկոլին, ոչ էլ առ այս պահը ընտրական հայտ ներկայացրած որևէ ուժի, այսինքն այդքան մարդ չի գնալու ընտրության եւ եթե այդ տոկոսը վերացում ենք թվային առումով, այսինքն 1 միլիոն պատկերացնում ես 1 միլիոն եւ ավելի ՀՀ քաղաքացի ասում է ես կամ ոչ մեկին չեմ ընտրելու եւ չեմ գնալու ընտրության կամ որևէ նախապատվություն չունեմ, որովհետեւ այն առաջարկները, որոնք առ այս պահը դրվել են ընտրական սեղանին եւ ԿՊ-ի եւ ընտրական process-ին մասնակցող ընդդիմադիր ուժերի կողմից մեզ չեն բավարարում։ Հիմա ոնց այս մարդկանց մեր ընտրողներին հարգարժան, որովհետև ես կարծում եմ իմ եւ քո առաքելությունը չի պիտի լինի այս ընդդիմադիր գզվրտոցի մեջ մտնելը, որովհետև միևնույնն է, ես ոնց հասկացա, իրանք դա չեն դադարեցնելու։ Մենք պիտի հասարակությանը ոնց բացատրենք, որ քո այդ ապաթիան, քո այդ հունիսի 7-ին տանը մնալը երկրի համար բերելու է քո ասած ինքնավար մարզ Ադրբեջանի կազմում հետևանքի ընդունենք որ մի միլիոնից մի քանիսի համար օքեյ է կարևորը ինքը թուրքական թաչ ֆիրմայի չստիկ հագնի ինքը համաձայն է դա իր երազանքների պատալոկն է բայց մենք ունենք մի adekvat սեգմենտ որին պետք է իսկապես այնպիսի առաջարկ ներկայացնել որ ինքը հավատա ոնց անել դա Նախ պետք է ընդունել, որ այս մարդիկ հիմք ունեն թերահավատ լինելու։ Նրանք հիմք ունեն, մեր ժողովրդին պետք է հասկանալ, մեր ժողովուրդը շատ հարցերում մեզանից էլ ավելի խելոք է։ Նրանք գիտեն, նրանք տեսնում են որոշ բաներ, օրինակ ես չէի տեսնում, որտեղ Հայաստանի այսպես կոչված քաղաքական էլիտան ճակերտների մեջ բացարձակ չեմ ճանաչում, ոչ էլ ուզում եմ ճանաչեմ։ Այն փաստը, որ այս մարդը դեռ մնացել է իշխանության, սա բացարձակապես մեր ընդդիմության մեղքն է։ Մի ընդդիմություն, որը 5 անգամ չկարողացավ բողոքի շարժումը ճիշտ ուղղորդել եւ գլխավորել 5 անգամ ես ու դու հաշվել ենք, չէ՞, մենք անցյալ ոդկասթի ժամանակ քանի անգամ 20 թվականի պատերազմից հետո 21-ի ընտրությունները 22-ի լաոն, որը չզարթնեց 23-ի Ղարաբաղի հայաթափումը էլի շարժում եղավ, էլի տապալեցին իրանց միտինգից փախան, ինչ որ կոմիտե, սեփական փրկության կոմիտե ստեղծեցին, աթոռակռվի կոմիտե ու փախան։ Այդտեղից էլ փախան, այո, խղճուկ իրավիճակ։ Հետո Բագրատ Սրբազանը, որը մեր վերջի շանսն էր, ես էլ դու էլ այն հիշում ես, Չարենց Հավանովոց կարկուտի տակ ընկանք լրիվ թրջվեցինք։ Ամբողջ ճանապարհը, այո, միասին անցանք, Կիրանցից մինչև Ազատության հրապարակ եւ չգիտես ինչի ով ուշեց Բագրատ Սրբազանին։ Այո, հանճարեղ խորհուրդներ տվեցին։ Մենք ձեզ մի ժամ կտանք, հետո 15 րոպե կտանք, հետո մեր քաղաքական էլիտայի Հենրի Կիսինջերները հավաքվեցին, էլի իրանց կոմիտեն ստեղծեցին ու էլի տապալեցին ամեն ինչ, բայց 5 անգամը քիչ էր, Նայրա ջան։ 5 անգամը քիչ էր։ Հիմա 6-րդ անգամ նույն մարդիկ գալիս են ու էլի նույն բաներ ասում են։ Էլի դուրս գանք փողոց, էլի սկսենք շրջանայինով ման գալ քաղաքով։ Ժողովուրդը իրանց կոչում է ցույց ցրողներ։ Եվ երևի ինչ որ հիմքեր ունի։ Առաջինը, երկրորդն էլ 1000 անգամ ասել ենք, մեր փոքրիկ դու անվանում ես իքիբիր քաղաքական կուսակցությունները մեկ կես։ Այո, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ցավոք սրտի, այո, քաղաքական դաշտի մանրապճեղները, ովքեր տարապում են քաղաքական նապոլեոնիզմով, բոնապարտիզմով, ծայրահեղ նարցիսիզմով, իսկ ես էլ դու էլ շատ լավ գիտենք, բացի ցանկացած հոգեբուժության դասագիրք եւ նարցիսիզմը որպես հոգեկան լրջագույն շեղում իր բոլոր վտանգավոր հետևանքներով թվարկված է։ Ես նորից ուզում եմ հիշեցնել 21 թվականին մոտ 22% ձայն
այն փոշիացավ, այս տեմպերով, որ մենք նայում ենք, թե քանի ուժ, որը ակոնհայտորեն չի էլ մոտենալու անցողի քշեմին հայտ ա ներկայացրել, ես վախենում եմ, որ մի այդքան էլ այս ընտրական փուլում փոշիանա, իսկ դա չի փոշիանում է, գնա ասենք Լուսին կամ Սատուրն մոլորակ, դա սենց շատ սահուն գնում եւ նստում է Նիկոլ Փաշինյանի ընտրական քվե զամբյուղի մեջ։ Ու գիտես ինչ են ասում, ես մեկին այո, ու մեկին ես լսեցի տեխնացուներից մեկին 24 TV-ում, ասում է այս մարդիկ ուրիշին ձայն չէին տա, սրանք մեզ են ընտրում, այսա մենք մեր ընտրողներն են, այսինքն նրանք որ գալիս են, մենք ձայն չենք խլում ոչ մեկից, ու նրանք ուրիշին ձայն չեն տալիս, այսինքն այս մարդը էլի չի հասկանում, որ պրիվատիզացրել է, էլի, այո։ Հա, բայց նա չի հասկանում, որ այդ մարդիկ անգամ եթե դուրս են գալիս իրանց ձայն տալու, այդ ձայնը գնում է, կեսը գնում է, այս ԿՊ-ին է գնում, կեսը գնում է ԿՊ-ին, նա էլի չի հասկանում։ Ես չգիտեմ ոնց բացատրես։ Ես կարծում եմ, գիտես ի վերջո, վերջի խոսքը ժողովրդինն է, ժողովուրդը ինքն է որոշելու, եւ եթե մենք հունիսի 8-ին կանգնենք կոտրած տաշտակի առջև, ես մի հատ մայկա եմ պատվիրելու սպիտակ վրան այսպես կարմիրով կամ սևով գրած Նիկոլ Փաշինյանը ամենաարդար բանն է, որ տեղի ա ունեցել մեզ հետ։ Ի վերջո, այո, վերջի խոսքը ժողովրդինն է, բայց պիտի այդ որ իրանց կներես այդ բառի համար ատմասկա են անում, որ մենք մասնակցում ենք, որովհետև մեր ընտրողը շատ սպეციფիկ է, ինքը մեզանից բացի որևէ մեկին ձայն չի տալու, հարգելի հայրենակիցներ, եթե սա լիներ ընդամենը շարքային ընտրություն եւ այսքան ճակատագրական չլիներ այս ընտրությունը մեր երկրի մեր պետականության գոյության համար, օքեյ, կասեինք դուրը չի գալի, քո լիդերին ես մենակ հավանում, նստի տանը եւ մի գնա ընտրության, բայց քո այդ որ իբր արդարացնում ես քո ընտրողին, որ նա ոչ մեկին չի ընտրելու, դու ինքդ նրա առաջ պիտի խնդիր ձևակերպես, որ դրված է Հայաստան կամ կա կամ չկա, այսինքն դու քվեարկում ես կամ Հայաստանի լինելիության կամ Հայաստանի չլինելիության օգտին, եւ եթե քո ընտրողի համար այնքան կենսական է, որ անպայմանորեն քո ֆեյսը պետք է լինի եւ չհատելով շեմը դու օգնելու ես Նիկոլին, ուրեմն քո ընտրողը Նիկոլին օգնող ընտրող է, ցավոք սրտի, կամ այո, նրանք դա չեն հասկանում։ Այո, Նայրա ջան, կներես ընդհատեցի քեզ, ու երկու բան էլ կցանկանայի մենք քննարկենք։ Առաջինը դա այսպես կոչված այդ նախքին իրանց այդ թեզն է, եւ երկրորդը իրանց այդ խաղաղություն թեզն է, որ մենք խաղաղություն ենք բերել։ Եթե թույլ տաս, սկսենք առաջինից։ Նախ, ինչպես դու շատ ճիշտ ասեցիր, այս մարդը ինքը արդեն առնվազն 20 տարի է քաղաքական բեմում է, 2008 թվականից։ Տխրահռչակ այդ օրերը մենք իրան հիշում ենք։ Նախ ինքն էլ է նախքին, առաջինը։ Երկրորդը, արդյոք հնարավոր չէ որոշ ուժերին, որոնք ներկայացնում են, ասենք, անցյալում տեղի ունեցած ինչ-որ զարգացումներ, ժողովրդի հետ ազնիվ խոսել եւ ընդունել, որ եղել են ինչ-որ թերություններ, եղել են սխալներ, եղել են կոռուպցիա, եղել է, ինչ-որ բան ընդունել, գուցե դա կօգնի, որ ժողովուրդը ուրիշ ձևով նայի այդ մարդկանց։ Գուցե, ես չգիտեմ, կամ գուցե շատ միամիտ եմ, ես ուղղակի ինձ խանգարում է մի բան, որ մեր հանրապետությունում ոչ ոք ոչ մի բանի համար ոչ մի պատասխանատվություն չի ընդունում։ Ով ինչ անի, հետո ասում է, ես այդպես բան չեմ արել, սա իմ մեղքը չի։ Արդյոք հնարավոր չէ ժողովրդի հետ ազնիվ խոսել եւ ասել, այո, եղել են բաց թողումներ, եղել են կոռուպցիա, եղել են շատ նեգատիվ բաներ, մենք ընդունում ենք, այլևս թույլ չենք տա։ Արդյոք դա չի օգնի։ Երկրորդը, անցնելով խաղաղության հարցին։ Նայում եմ այս մարդկանց ինտերվյու են տալիս, նա մեզ խաղաղություն ա բերել։ Այսինքն կապիտուլյացիան, պարտությունը, հանձնումը, 5000 տղայի մահը ներկայացնում են որպես խաղաղություն։ Հանձնեցինք, տվեցինք, սպանեցինք, ջարդեցինք, բայց սա խաղաղություն է։ Հիմա հարց, դու շատ համոզված եմ հետևում ես ինչ է կատարվում Պարսից ծոցում։ Տեսար, որ հերթական զինադադարը փլուզվեց։ Էլի զինադադարը փլուզվեց, էլի Իրանը եւ Միացյալ Նահանգները էլի կրակում են եւ գրավում են միմյանց նավերը, տանկերները, որոնք անցնում են Հորմուզով։ Դա 2 շաբաթ տևեց զինադադարը եւ նորից պատերազմ։ Դրանից առաջ մի քանի ամիս առաջ անցյալ տարի նույնպես եղել էր պատերազմ եւ նույնպես եղել էր զինադադար։ Հիշում ես։ Դրանից առաջ վերջի անգամ երբ էին հարձակվել Իրանի վրա։ Մի քանի տարի առաջ։ Դրանից առաջ Լիբանանում կնքվել է զինադադար։ Ես հաշվեցի,
12 զինադադար է կնքվել 40-ական թվականներից եթե հաշվենք մինչև այսօր 12 զինադադար եւ խաղաղ պայմանագիր ել չխոսենք փոքրիկ զինադադարների մասին այնտեղ տասնյակ տարբեր համաձայնություններ կային ամեն անգամ կնքվում է եւ խախտվում է հիմա հարց մեր խաղաղությունը մենք այսպիսի խաղաղություն ենք ուզում որ խաղաղությունը ասենք 2 շաբաթ հետո 3 ամիս հետո 6 ամիս հետո մի տարի հետո նորից խախտվի քանի որ մենք մնում ենք թույլ մենք մնում ենք ծնկի եկած մենք ունենք այսպիսի կառավարություն որը ոչինչից չի հասկանում անգամ թմբուկ նվագերել չգիտի մարդ չի կարողանում բերի Գյումրի լցնի հրապարակը դա էլ չի կարողանում անի Այսինքն մենք այն խաղաղությունն ենք ուզում, որը մի 2-3 ամիս հետո կբերի նոր հարձակում, քանի որ Ադրբեջանի պահանջները դու ինձանից լավ գիտես։ Եվ Իսրայելի ղեկավարը ասեց, ոչ, պատերազմը չի ավարտվել, որտեղ մենք մեր նպատակներին չենք հասել։ Նա ասեց։ Հիմա նույն բանը մենք կարող ենք սպասել, ակնկալել Ադրբեջանից։ Նրանք իրենց բոլոր նպատակներին հասել են, օրինակ, որ կոնֆերանսներ են անցկացնում Արևմտյան Ադրբեջանի մասին եւ 60 երկրից 100 դիվանագետ եւ փաստաբան են բերում Բաքու, երբ խոսում են նրա մասին, որ Սևանը ադրբեջանական տարածք էր, որ 300 ադրբեջանցի պետք է վերադառնա Հայաստան եւ անկլավները շատ կարեւոր են, նրանք անկլավների հարցը չեն հանել եւ այս մարդը նա լռում է, եթե նա լռում է, այսինքն արդեն հանձնել է, հետո մեզ խափելով կամած կպատմի։ Այսինքն Ադրբեջանը իր նպատակներին չի հասել, ինչպես Իսրայելը չի հասել։ Մենք այսպիսի խաղաղություն ենք ուզում, որ մի քանի ամիս հետո նորից պատերազմ բռնկվի, դու ինչպես ես կարծում։ Նախ ես խաղաղություն բառը ուղղակի չէի օգտագործի, որովհետև երբ որ այս ռեժիմը խոսում է ինքնիշխանության, որ այդ թրիփը դա բացառապես հայկական օրակարգ է եւ հայկական շահը, ընդամենը 3 չի առաջի օրը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը դա կենսական կարեւորություն ունեցող ճանապարհ է Թուրքիայի համար եւ իրենք ամեն ինչ անելու են, որ այդ միջանցքը դառնա իրականություն։ Ինչ վերաբերում է այդ խաղաղության fast food-ին, տեսեք, նույն Իրանը հայտարարեց, որ ինքը չի պատրաստվում զիջել եւ շարունակում է իր 10 կետանոց օրակարգը դնել Ամերիկայի Միացյալ Նահանգների սեղանին։ Պատկերացնում ես Իրանի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության նման լիներ, ասեր զիջենք, որ պատերազմը կանգնի, էս էլ տանք, որ պատերազմը կանգնի։ Ինչ ուզում է, հասկանալի է, չէ՞, բայց մենք պետք է հասկանանք, որ տարածաշրջանը իսկապես սենց պայթող լավայի վրա է նստած եւ այն համաձայնագրերը օգոստոսի 8-ին Թրամփ, ես չգիտեմ ինչ եւ այլն, որ կնքվեցին այդ իր սոցիալական էջում բացահայտ ֆակ գրող ղեկավարի, հա, այսպես ասած խավորությամբ հասկանալի է, որ պարզ չի այդ ամեն ինչի ճակատագիրը ինչ է լինելու եւ ամենայն հավանականությամբ այդ ամեն ինչը սենց ավազե ամրոցի նման փլուզվելու է, բայց մենք հասկանում ենք նաեւ ես էլ դու էլ որպես հանրային դեմքեր, թե ինչ մեծ դեր է խաղում քարոզչությունը, երբ որ իմ քո հարկերից սնվող հանրային հերոստանգերությունը ամբողջ օրը ժողովրդին ուտացնում է այդ խաղաղություն բառը, եկեք չմեղադրենք ժողովրդին, հատկապես այսքան տրավմաներից 44-օրյա արյունալի պատերազմից հետո ըստ էության հոգեբանորեն մաշած, հոգեբանորեն հյուծված ժողովուրդը ուզում է որ այդ բառը լսի խաղաղություն Եվ այստեղ գալիս է ամենակարևորը, մեր ընդդիմությունը, ովքեր հայտ են ներկայացրել իբր այս ռեժիմին հեռացնելու իշխանությունից, ինչ եմ ասում իբր, որտեղ ես ինչքան նայում եմ, տեսնում եմ շատ ուժեղ մղում ընդամենը Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում մի քանի մանդատ ունենալու, հա լավ կլինի, որ այնպես ստացվի, որ ինքը Իրան այնպիսի ընտրական մասնակցություն լինի, ժողովուրդը այնպիսի, ուրեմն ինչպես Բուդապեշտում, Հունգարիայում գնա քվեարկի, որ Նիկոլը գնա իրանք երջանկությունից կմեռնեն, բայց դու տեսնում ես ջանք, որ իրանք իրապես այնպիսի ճանապարհային քարտեզ են կազմել, որի նպատակը ոչ թե մի քանի մանդատ ունենալն է, մենք քեզ հետ միասին տեսնում ենք, չէ, իմ եւ քո կողմից հարգված գործիչներ, որոնց մղումը մի մանդատ ունենալու համար ինձ հասկանալի չի։ Ես անձամբ ինձ շատ են հարցրել, երբեք որևէ պարագայում, որևէ իրավիճակում ես չեմ ցանկանա լինել
Նիկոլի անվան խորհրդարանում ընդդիմադիր падգամավոր, որտեվ երբ որ ին վրա շիշ շպրտեն կամ ասեն դավայ ստուց կներես ինչպես ասում են գեներալին, ես ոչ թե գլխահակ կգնամ, այլ այդ շիշը հետ կֆռա, արդյունքում իրանց ոչինչ չի լինի, ես կհայտնվեմ Աբովյանի կանանց գաղութում։ Հիմա անդիմությունը մի հատ էլ կթքեն, հետո կասեն մի հատ էլ կթքեն, այո, իհարկե, հիմա կամ կսպառնան ոնց որ լեզու կտրել, ականջ պոկել եւ այլն։ Հիմա եկեք հասկանանք, որ ըստ էության ժողովուրդը նրա մեծ adekvat հատվածը ես այդ սեկտանտներին դնում եմ մի կողմ, ես իրանց չեմ քննադատում, չեմ վիրավորում։ Ես հասկանում եմ, որ անիմաստ է, դա մենք ենք քայքայվում, դա սեկտանտ է, հիմա մարդը դա ինձ համար դա թող չնեղանա որևէ մի աղանդի մասնակից տոտալիտար վտանգավոր աղանդները իմ կարծիքով դրանք հոգեբանական շեղում ունեցող մարդկանց են ձգում, որովհետև մենք տեսանք չէ բազմաթիվ դու էլ նախորդին մեջ բերեցիր Միացյալ Նահանգներում այդ հայտնի սեկտային պետք չի մարդկանց վիրավորել իրան պետք է հանգիստ թողել, իրան դարձի բերել, իրան ինչ որ բան ապացուցելը բացարձակ անիմաստ է, նայում եմ Գյումրիում, թվում է թե adekvat տղամարդը ասում է ես Նիկոլի հետ կգնամ դժոխք, գնա, համ քեզնից կպրծնենք, համ իրանից, բա ինչի՞ չես գնում, հասկանում ես։ Այո, համաձայն եմ, սա աղանդ է, ճիշտ է, անիմաստ է մարդկանց հետ խոսելը։ Եվ պետք էլ չի։ Պետք էլ չի։ Հսկայական նշանակություն ունեցավ այս քարոզչությունը, այս ռոպագանդան, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ սոցցանցերը տապալեցին դեմոկրատիան, ժողովրդավարություն այլևս չկա։ Այո, շատ ֆանտաստիկ ասեցի։ Ով կարողանում է ավելի շատ փող ծախսի, ֆեյքեր վարձի, բոտեր վարձի։ Դու գիտես, որ այդ կոմենտների 70%-ը, ինչպես դու ասեցիր, սա ֆեյք է։ Դու որ նայես ինչ կոմենտներ են։ Դրանք բոտեր են եւ գիտեն, որ գործ չի։ Ես նույնիսկ սխեման գիտեմ, ինձ պատմել են, ասենք իրանք տեսակավորել են քաղաքական գործիչների, ասենք Նաիրա Զոհրաբյան, Արտուր Խաչիկյան, ես չգիտեմ, այն, իրանք սպეციფიկ հայհոյանքների բուկետ կա, որը միացնում են Նաիրա Զոհրաբյանի դեպքում, այնտեղ կա, հիմա չեմ ուզում, շատ սպეციფიկ կնոջ անձը արժանապատվությունը իրանց կարծիքով վիրավորող չեն հասկանում, որ ես ուղղակի չեմ կարդում։ Եվ ծիծաղս ա գալի Խաչիկյանի դեպքում այլ բոտեր, այլ այսպես վիրավորական էլի սպეციფიկ, հա, բայց ընդունենք նաև, որ մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, որը ինքնակամ է հայհոյող աշխատում, որովհետև 18 թվականից այդ մարդուն նստեցրել են ատելության, ինչ ասեմ, հայհոյանքի թմրասեղի վրա, սա շատ լուրջ խնդիր է, մեր հանրային օրգանիզմը դետոքս անելը, սա շատ լուրջ խնդիր է։ Շատ կարևոր հարցեր ես բարձրացնում, Նաիրա ջան, նախ Զանգեզուրի միջանցքը, որ Թուրքիան ասեց կենսական նշանակություն։ Այո։ Էլի կասեն ես գլուխ եմ գովում։ 20 թվականի պատերազմից հետո ես գրել եմ, կարող եմ գտնել, կախեմ էջիս վրա։ Ես գրել էի Զանգեզուրի միջանցքը բացվելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի ճնշման տակ եւ հռչակվելու է կենսական շահերի գոտի թուրք աշխարհի համար, որից հետո մենք մոտ չենք գալու Մեղրիին։ Դու պատկերացնում ես Թուրքիան, որ ասում է սա մեզ համար կենսական ճանապարհ է։ Ես ու դու մոտենանք, փորձենք Մեղրիով անցնենք Իրան։ Այդ ճանապարհը որ արդեն կառուցված լինի, այնտեղ արդեն երկաթուղի լինի, ճանապարհներ լինեն եւ ամերիկյան, իսկ հետո թուրք աշխատողները ստուգեն մեր անձնագրերը։ Մենք ո՞նց ենք անցնելու Իրան։ Այդ դնենք մի կողմ։ Հիմա ես դու առնվազն չենք կարողանալու։ Չէ, բացարձակ, հələ մի հատ էլ մեզ կձերբակալեն, կտանես աղանդավորների ձգը։ Հիմա մենք խոսում ենք սուվերենությունից։ Սրանք խոսում են սուվերենությունից։ Զիջել են մեր տարածքը 74%-ը տվել են Ամերիկային 100 տարով, մոտավորապես դե 49 + 50։ Ու ասում են սուվերենություն, այո։ Հիմա էլ մեր կողքի պետության ղեկավարները մեզ ասում են մենք ում ընտրենք, ում չընտրենք։ Եվ սրանք խոսում են ինքնիշխանությունից։ Հիմա սա ես նայել եմ եւ Բրիտանական հանրագիտարանում, եւ Օքսֆորդի հանրագիտարանում, եւ Միացյալ Նահանգների Սենատի գրադարանում։ Հիմա ուղղակի ցանկացած մարդ թող մտնեն ինտերնետ, Google-ով նայեն, հեսա, սա AI է, արհեստական բանականություն։ Ինչ է ինքնիշխանությունը։ Հեսա ցույց տամ, ասեք ֆոկուսի մեջ դնեմ, որ մարդիկ տեսնեն։ Այս տեխնոլոգիայի ասել եմ, այո, հա։ Եվ խնդրում եմ թարգմանես։ Այո, ինքնիշխանությունը բարձրագույն, բացարձակ
եւ անկախ իշխանություն է մի պետության, որը կառավարում է իրեն, իր տարածքը եւ իր բնակչությունը առանց արտաքին միջամտության։ Ուհա, վերջ, շատ պարզ։ Հարցը լուծվեց։ Միանշանակ եթե մեր կողքի պետությունը մեզ ասում է մենք ում ենք ընտրելու, ում պետք է ընտրենք եւ ով շանս չունի Շեմը հաղթահարելու եւ հեգնում է Սամվել Կարապետյանի ուժի կողմից հրավիրած հանրահավաք, ասում է տոտեսկի մարդ էլ չկար, դա այդ որ ասում է կաթիլա օվկիանոսում պատկերացնում ես, իմ ուղեղը չի պատկերացնում, որ նախքին որևէ իշխանության ժամանակ մեր թշնամի, ես ինչի եմ ասում թշնամի, որտեվ դա իրանց լեքսիկոնն է, եթե Ադրբեջանը միջև հիմա իր Միլի Մեջլիսի падգամավորի մակարդակով իշխող կուսակցության Յենի Ադրբեջան ասում է հայը իր տեսակով պոտենցիալ տերորիստ է, ահաբեկիչ է եւ հայի հետքը պիտի տարածաշրջանում չլինի, եթե Ալիևը ասում է 44-օրյա պատերազմը մենք հաղթել ենք ոչ միայն մեր բանակով, այլև նրանով, որ 30 տարի մենք սերունդ ենք մեծացրել մեր թշնամու հանդեպ ատելությամբ, ես խաղաղասեր մարդ եմ, ես իրանք են ասում թշնամի, չէ, իրանք են ասում դուք պիտի վերանաք, չէ, ինչի մասին է խոսքը, ինչ ընդհանրապես Այո, կներես, Հայաստանի դրոշի վրա պարում էին, հա? Այո, եւ ուսուցիչը, պարուսույցը Հայաստանի դրոշը գցել է գետնին, այն էլ փոքր երեխաներ չէին, չափահաս 16-17 տարեկան պատանիներ էին, ովքեր Հայաստանի դրոշի վրա տրնգի էին տալիս, իրենց ադրբեջանական նախրապարն էին պարում, ինչպես Ստեփանակերտում Ալիևը պոկեց դեմոնստրատիվ Արցախի դրոշը եւ սկսեց իր կեղտոտ սապոգները մաքրել Արցախի դրոշի վրա եւ նաեւ այս քանի որ խոսեցինք 44 օրյայից ընդամենը որպես տենց ռեմարկի կարգով հիշեցնեմ ընդամենը մի քանի օր առաջ Էրդողանի հայտարարությունը որ սպառնում էր Իսրայելին ասելով ինչպես մենք պատերազմ սկսեցինք եւ հաղթեցինք Ղարաբաղում նույնը կլինի ձեզ հետ, այսինքն Թուրքիայի նախագահը, այս էլ որ երրորդ անգամ բաց տեքստով ասում է, որ 44 օրյա պատերազմի հիմնական մոդերատորը եւ հիմնական կրակողը եղել ենք մենք, ցավոք սրտի։ Եվ մեր աղանդի ղեկավարը գնում է իր կողքը կանգնում է, փայլելով, աչքերը փայլելով, իր գիրքը վերցնում է, իր նախկին թե ներկա ընկերուհին չգիտեմ ինչ ստատուս ունի, չեմ էլ ուզում իմանամ, ասում է որ մենք պետք է դա կարդանք։ Այն մարդը, որը ինքն է ասում 5000 հայ տղա եմ սպանել։ Ու մեր աղանդի անդամները, գիտես, երևի մեզ հասնում է, Նայրա ջան, մեզ հասնում է։ Երբ որ այս աղանդի անդամները տեսնում են ոնց են Հայաստանի դրոշի վրա պարում, նրանց մոտ ինչ որ այդ իրանց մարսողական process-ը մի քիչ դադարում է, նրանք ուշադրություն դարձնում են, երբ որ ասում են, որ ադրբեջանցիները պետք է հետ գան Հայաստան, երբ որ հաստատ սա անկլավները հանձնել է, երբ որ մենք կտրվելու ենք Սյունիքից, Երևանից Սյունիք գնացող ճանապարհը կտրվելու է, որովհետև Տիգրանաշարեն դառնալու է Քյարքի։ Թավուշում 3 լրացուցիչ անկլավ է հանձնվելու մեր ճանապարհը դեպի Վրաստան, արդեն իրանց վերահսկողության տակ է լինելու։ Մեր այս սեկտանտներին, որ դա ասում ես, նրանք ինչ որ ռեակցիա ունեն, թե էլի ասում են սա Քրիստոսն է, ես իր ոտի տակ կընկնեմ, կգնամ դժոխք, կգնամ դրախտ, 4 ոտով, մեկ ասես 4 ոտով գազին տուր։ Այսինքն սա ծանր հոգեբանական ինչ որ խախտումներ է, Նայրա ջան։ Արդուր ջան, ցավոք սրտի ոչ, իրենց ISS մեդիա տերորով, այսա հիբրիդային պատերազմ է սեփական ժողովրդի մի մեծ սեգմենտի դեմ կարողացել են համոզել, որ դա է խաղաղության գինը եւ կարողացել են համոզել, որ այն ինչ ասում է Նիկոլը, որ մենք երբևէ այսքան ինքնիշխան, այսքան հզոր չենք եղել, մենք երբևէ իրական Հայաստան սենց շոշափելի չենք ունեցել ոնց որ հիմա է մարդիկ հավատում են, բայց ես ուզում եմ որ մենք Նիկոլի օրակարգը թողնենք մի կողմ, որովհետև Նիկոլը վերջի ժամանակներս բաց խաղաքարտերով խաղում, այնքը ասում է ես սա եմ, վերընտրվեցի, անելու եմ սա, որովհետև ես այդպես եմ տեսնում իրական Հայաստանի ինքնիշխանությունը։ Ես ուզում եմ, որ որպես ամփոփում մենք նորից, փորձենք այս մեր ընդդիմադիրներին, որոնց մեջ շատ քիչ տոկոս չեն կազմում լժե ընդդիմադիրները, հենց լժե,
ընդդիմադիրները, որոնց օրակարգը իրականում Նիկոլի սենց հարակից օրակարգ է, ինչ որ attach ֆայլեր են իրականում Նիկոլին կցված, ես ուզում եմ այն ուժերին, իսկ այդպիսի ուժեր կա, որոնց օրակարգին առայժմ գոնե հավատում ենք, որ իրանց նպատակը Հայաստանի անկումը, Հայաստանի պետականության կորուստը կանխելն է, դադարեցրեք այս կեղտոտ, ինչ ասեմ, գոտկատեղից ներքև հարվածները միմյանց հանդեպ։ Դուք եթե իսկապես չունեք այդ գիտակցումը, հենց տենց ինքնաբերաբար, հա, ավտոմատացված ասում եք, հա, բարեր ձեր հարցազրույցներում ազգային ժողովի ամբիոնից սենց հերոսական, որ զոհասեղանին դրված է Հայաստանը, բայց իրականում դրան չեք հավատում եւ ընդամենը ուզում եք զոհասեղանին դրված Հայաստանի խորհրդարանում մի քանի մանդատ ունենալ, օքեյ է, բայց եթե իրապես գտնում եք, որ զոհասեղանին դրված է Հայաստանի պետականությունը, սա մարտավարություն չի, սա ճանապարհ է в никуда, ավելի շուտ դեպի նպաստում Հայաստանի թրքացման, ես կուզենամ քո խոսքն էլ ասես այս կապակցությամբ, որտեվ իրականում մենք ունենք 49 օր, կարծեմ, մեր շատ դաժե անգամ 8, մեզ շատ քիչ ժամանակ է մնացել են ավազի ժամացույցի նման, մեր կենսական ժամանակը սպառվում է։ Ես այո, միանում եմ քո խոսքին, Նաիրա ջան, մեր պետք է մեր ժողովրդին ասենք, այո, անցյալում եղել են շատ մեծ խախտումներ, մեծ անարդարություն, դա այլևս չպետք է կրկնվի։ Մենք պետք է թույլ չտանք, որ դա վերադառնա Հայաստան, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մեր ձայները տանք այս դավաճանների խմբին, որ վաղը մենք դառնանք Ադրբեջանի ինքնավար Մարս, որը արդեն դառնում ենք։ Մենք պետք է կոչ անենք, որ մարդիկ գնան եւ իրենց ձայնը տան իրենց ընտրյալ տեխնացուներին։ Եվ այդ նախքին այդ խաղի մեջ նրանք չմտնեն։ Եթե ուզում են ինչ որ նախքին ղեկավար ընտրեն, Աստված իրենց հետ, թող ընտրեն, եթե ուզում են նոր ուժ ընտրեն, թող նոր ուժ ընտրեն։ Եվ մեր ընդդիմությանը կխնդրեի, որ այն նույն մարդիկ եւ նույն խորհրդատուները, որոնք իրանց խորհուրդներով ու իրանց ներկայությամբ 5 անգամ տապալեցին բողոքի շարժումը, 5 անգամ տապալեցին։ Ձեր եսասիրությունը 2 ամսով մի կողմ դրեք, մի դուրս եկեք բեմ, որ մարդիկ ձեզ նայելով չգնան տուն եւ չկարծեն, որ էլի նույն բանն ա լինելու, էլի նույն պարտությունն ա լինելու, որ դուք մարդկանց փաստորեն դուք օգնում եք այս ռեժիմին, դուրս եք գալիս բեմ, մարդիկ ակնկալում են նոր պարտություն, ակնկալում են, որ էլի city tour-ներ կսկսվեն, Երևանով կսեն մանգալ, ֆիթնեսով կզբաղվեն եւ ոչինչ դրանից չի ստացվի։ Մի կողմ դրեք ձեր Բոնապարտի հիվանդությունը եւ 48 օր մի դուրս եկեք բեմ, թող նոր մարդիկ լինեն եւ մի բերեք այն մարդկանց, ում ժողովուրդը չի ուզում տեսնել, ժողովրդին հարգեք։ Այնուամենայնիվ, իհարկե պետք է կոչ անել, որ մարդիկ դուրս գան ընտրությունների օրը իրենց ցանկացած անպայման, այո, գնան ընտրական տեղամաս, բայց նաեւ Արտուր Ջանարի ընդունենք պիտի առաջարկ լինի անտի-Նիկոլ Ճամբարից այնպիսի առաջարկ, որ մարդը, ով 5-6 անգամ խաբվել է Հակա-Նիկոլ Ճամբարի ուժերի կողմից, որտեղ հավատացել է նույնը վերջի անգամ, որ թվում էր թե չէ, սա այլևս մեր վերջին եւ կայացած շանսն է, մոտ 70-75 հազար մարդ կար հրապարակում, էլի ինչ պատճառով չստացվեց եւ մարդիկ այո հավատան, առաջարկը պիտի լինի այնպիսին, որ մարդ հավատա, որ իր մի քվեն այո լինելու է որոշիչ։ Սա է եւ շնորհակալ եմ, սիրելի մեզ հետևողներ, ուզում եմ արձանագրենք, որ այսուհետ ֆիքսված օրերի երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ Արտուր Խաչիկյանի եւ իմ ոդքասթը կլինի, բնականաբար հասկանում ենք, որ ընտրական մարաթոնին ընթരാճ ինչ ասես, ես չգիտեմ, նույնիսկ վախենում եմ կանխատեսել, թե ինչ ասես հնարավոր է որ լինի, մեր ոդքասթի նպատակն է զրույց Հայաստանի Հանրապետության քաղաքացու հետ։ Շնորհակալ եմ։ Շատ ճիշտ է, Նաիրա ջան, շատ ճիշտ է, իմ վերջին մենակ դիտարկումը Գյումրին ցույց տվեց, որ այս մարդը այլևս ժողովրդի քվեն չունի։ Առնվազն Գյումրիում ես տեսա կիսադատարկ հրապարակ, անգամ այն հարյուրավոր ոստիկանները ում նա բերել էր եւ իր սեկտայի անդամները, որոնք ավտոբուսներով տարբեր շրջաններից բերվել էին, անգամ դա չկարողացավ քողարկել այն փաստը, որ ժողովուրդը այլևս իրեն չի հավատում,
դուք եւ իմ կարծիքով նա վախեցել է, նա տեսել է, նա տեսնում է, որ արդեն իր ռեյտինգները շատ եւ շատ ցածր են, դրա համար նա սկսում է այսպեսի հիստերիկ հայտարարություններ անել, շուն ու շանգյալ ասել իր սեփական ժողովրդին, ում նա անվանում էր արժանապատիվ, հպարտ քաղաքացիները, 3 միլիոն վարչապետ։ Այո, հիմա տեսնում ես, նա վախեցած է, նա տեսնում է, դրա համար է գորգորում մարդկանց վրա, վիրավորում մարդկանց, դրա համար են իր սեկտայի անդամները անգամ ծաղրում երեխային կերակրող մորը, այսպիսի բան մեր հասարակության երբևէ չի եղել, մենք երբևէ, այո, չի եղել, մենք երբևէ ասած պլինտուսի մակարդակն է այո, սա հենց իմինը, հենց այս սուգուբը պլինդուզի մակարդակա։ Շատ լավ, մինչ վաղը չեմ իսօրը։ Շնորհակալ եմ։